Այս բան չափ է։ Մենք այստեղ նաև բան է, ճանապարհը կառուցել է չասում, հիմա մանկապարտեզ Հիմա էլի ուզում եմ Սևանի շուրջ ճանապարհի հետ կապված այդ հարցը պարզաբանեմ, որովհետև մեզ համար սկզբունքային է, որ Սևանի շուրջ ճանապարհը լրիվ բերենք լավ բարձր որակի վիճակի եւ այդտեղ Կարճախբյուրից մինչև Վարդենից այնտեղ պլանավորվում էր, որ Սևանի հետ կապված բարձրացնենք, որովհետև լիճը շատ մոտ է ճանապարհին։ Բայց հետո մենք վերլուծեցինք ու վերադարձանք Սևանա լճի բարձրացման տեմպերի մակարդակի եւ կլիմայի փոփոխության մեկի մյուսի հետ կապված հարցեր ծագեց, դա շատ մեծ նախագիծ է եւ մենք մտածեցինք հիմա այդտեղ այդ ծախսը անելը այս փուլում նպատակարար չի եւ երևի հիմա ուղակի, այսինքն ի սկզբանե ինչ էր ձգվում, որովհետեւ այդ կտորն է Սևանի շուրջը մենակ մնացել, որ պետքա կառուցվի, որովհետեւ ի սկզբանե ասում ենք անենք, մի անգամից բարձրացնենք անենք, հետո հասկացանք, որ այս պահին դեռ հաշվարկներ ունենք անելու կլիմայի փոփոխությունը եւ այլն հասկանանք, որպեսզի ճիշտ մակարդակի բերենք, ավելորդ ծախս չանենք։ Ես կարծում եմ, որ Սևանի արևելյան ափը, այսինքն Վարդենիսից մինչև Ծովագյուղ, համարյա Ծովագյուղ, էլի, դա մեր առաջիկա ներդրումային ամենամեծ պոտենցիալ ունեցող հատվածն է, որտեղ կան մեծ հնարավորություններ, այսինքն այս հատվածում առաջիկա տարիներին կյանքը էականորեն պետքա փոխվի։ Ու հիմա, բայց մենք այդտեղ խնդիր ունենք, քաղաքաշինության կոմիտեի հետ աշխատում ենք, որպեսզի Սևանի շուրջը մենք կարենանք մեր ստանդարտները այնպես սահմանենք, որ որևէ ներդրում, որևէ էկոլոգիական խնդրեմ չառաջացնի Սևանա լճի եւ շրջակա միջավայրի վրա, եւ ես էլի հերթական անգամ չեմ հոգնի եւ կբերեմ Բեռնի լճի եւ ընդհանրապես աշխարհում բազմաթիվ լճեր կան, որ թեկուզ արբանյակային նկարներով էլ նայում ես, 4 կողմը ամենավառ լուսավորությունն է, շատ խիտ ներդրումային միջավայր, բայց այդ լճերը համարվում են այսօրվա ամենաբարձր էկոլոգիական ստանդարտներին համապատասխան։ Դրա համար մենք մի կողմից ասում ենք Սևանը, բայց հազար ներողություն։ Լվացքի ջուրը լցնում ենք Սևան, Ափսելվանրու ջուրը լցնում ենք Սևան։ Եվ այլն եւ այլն, այսինքն մաքրման կայաններն իհարկե հիմա վերականգնում ենք եւ Սևանը մեր ամենամեծ ներդրումային պոտենցիալն է եւ արևելյան հատվածը հատկապես, որովհետեւ կարծում եմ եւ կլիմայի առումով, որովհետեւ Սևանը այնուամենայնիվ տենց խասյաթով եղանակ ունի, արևելյան հատվածը եւ կլիմայի առումով լավ, եւ լողափների առումով լավ, եւ այստեղ մեծ պոտենցիալ պետքա կենսամակարդակը Սևանի արևելյան ափում իրավունք չունի լինի այնպիսին, ինչպիսին այսօր կա։ Եվ մենք այստեղ շատ մեծ համոզվածություն ունենք, որ մենք այդտեղ լրջագույն Մասրիկից սկսած մինչև արդեն ասացի Ծովագյուղ, որ լրջագույն մենք վերելք ենք սպասում այստեղ տնտեսական։ Դե ճանապարհներն են, շատ ուրախ եմ, որ ինչ որ խոստացել ենք կարել ենք։